Ժողովուրդ օրաթերթը գրում է. Մահվան նախարարի համարում ունեցող Արսեն Թորոսյանի օրոք կորոնավարակի բուժման նպատակով ծախսված պետական միջոցների վատնումների թեման Ժողովուրդ օրաթերթը շարունակում է հետևողականորեն բարձրաձայնել եւ տարակուսելի է, որ հարուցված քրեական վարույթների շրջանակում այս երևույթները իրավապահների աչքից վրիպել են։ Այսպիսով շարունակելով ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսա-բյուջետային վերահսկողության վարչության կազմած ակտը, Ժողովուրդ օրաթերթը արձանագրեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացահայտել է արտառոց մի բան։ Հայաստանը COVID-19-ի ժամանակ չարտերային թռիչքով ապրանքներ է պատվիրել Չինաստանից, սակայն մաքսազերծել է դրանց մի մասը միայն, իսկ վերահսկողներն ընդհանրապես հրաժարվել են փաստաթղթեր տրամադրելուց։ Սա նշանակում է, որ Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը ինչ-որ բան է թաքցրել, որտեղ ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկ կա։ Ավելին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը արձանագրել է, որ պետբյուջեից ծախսված այդ փողերը ենթակա են վերականգնման։ Եվ այսպես ըստ Ժողովուրդ օրաթերթի տրամադրության տակ եղած պաշտոնական փաստաթղթի պարզ է դառնում. Հայաստանում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ միջոցառումներին իրականացման նպատակով 09-12-2020 թվականի ՀՀ առողջապահության նախարարության եւ Volga Dnepr ավիաընկերության միջև կնքվել է չարտերի մասին համաձայնագիրը։ 10-12-2020 թվականի առողջապահության նախարարության կողմից ավիաընկերությանն է փոխանցվել 143 միլիոն 165 հազար ՀՀ դրամին համարժեք 275,000 ԱՄՆ դոլար։ 4 օր անց ավիաընկերության կողմից իրականացվել է չարտերային թռիչք Պեկին-Երևան ուղերձով, որով փաստացի տեղափոխվել է 32,661 կիլոգրամ բժշկական սարքավորում թթվածնային կոնցենտրատոր։ Սակայն ըստ ստուգման ներկայացված մաքսային հայտարարագրերի մաքսազերծվել է 304 թթվածնային կոնցենտրատոր 6607 կիլոգրամ ընդհանուր քաշով։ Այսինքն ճանապարհից բեռից 26,054 կիլոգրամը անհետացել է, ինչը արձանագրել է ֆինանսների նախարարությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում շարունակում է ասել, թե համակարգային կոռուպցիա չկա մեր երկրում։ Այդ դեպքում ինչ է սա, եթե ոչ համակարգային կոռուպցիա, երբ ճանապարհին ավիաբեռները կորում են։ Նույն օրաթերթը գրում է. Քաղաքական դաշտում լարվածությունը օրեցօր մեծանում է։ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ իշխանական թիմը կարծես անցել է հարձակման փուլի։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները ՔՊ-ից փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի հստակ հրահանգը մեկն է՝ ոչնչացնել բոլորին, ովքեր կարող են հաջորդ խորհրդարանում հայտնվելու անգամ փոքր շանսեր ունենալ։ ՔՊ-ում հաճախ է քննարկվում քաղաքական դաշտը մաքրելու ռազմավարությունը, ընդդիմադիր եւ չեզոք գործիչների դեմ ուղղորդված արշավներով, մեդիա հարձակումներով ու հրապարակային վարկաբեկման փորձերով։ Պատահական չէ, որ երեք վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը անձամբ քննադատում էր ՄԻԲ նախկին պաշտպան Արման Թաթոյանին։ Վերջինս հիշեցնենք երեք բավականին խոստումնալից մեկնարկ տվեց իր քաղաքական գործընթացներին, մամուլի ասուլիսում վստահությամբ պատասխանելով լրագրողների երբեմն սուր ու ճնշող հարցերին։ ՔՊ-ի ներսում մեր տեղեկություններով հենց Թաթոյանի նման գործիչներն են ընկալվում որպես վտանգավոր մրցակիցներ, այդ իսկ պատճառով իշխանական բարձրաստիճան պաշտոնյաները սոցցանցերում ու մամուլում հակաքարոզչական արշավ են սկսել։ Ժողովուրդը գրում է. Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել սկանդալային այն դեպքից հետո, երբ ամուսնուն նշանակել էր իր օգնական, որպեսզի նա դրսում չմրսի, ինչը պայթեցրեց Ժողովուրդ օրաթերթը, իր հայտարարագիրը լրացրել է սխալներով։ Այսպիսով պարզ է դառնում, որ ՔՊ-ական Էմմա Պալյանը մեկ հայտարարագրում 3 սխալ է թույլ տվել, որտեղ թաքցրել է իր եկամտի աղբյուրը։ Հրապարակ թերթը գրում է. ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը հեծի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքը ստանձնելուց հետո հետախույզ է սկսել նոր աշխատավայրի կենտրոնական ապարատում։ Հերթով մեկիկ աշխատակիցներին իր մոտ է կանչել եւ հետաքրքրվել, թե ինչն է իրենց կապում հեծ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Խազինյանի հետ, բացի այն, որ եղել է իրենց վերադասը։ Նրանք, ովքեր միամտաբար խոստովանել են իրենց մտերմության, ասենք ուսանողական կամ այլ հարաբերությունների մասին, զրկվել են աշխատանքից։ Ռոմանոս Պետրոսյանն անմիջապես ստորագրել է նրանց ազատման հրամանները, առաջին միամիտներից հետո լուրը տարածվել է եւ ոմանք սկսել են ուրանալ Ղազինյանի հետ մտերմությունը։ Պատմում են, որ անգամ նրա սանիկն է չորով հերքել, թե կապ ունի Դավիթ Խազինյանի հետ ու այդպես մնացել է աշխատելու։ Ըստ ամենայնի, Ռոմանոս Պետրոսյանին շատ է դուր եկել իր նոր կարգավիճակը՝ թվանոց ամսական 5.2 միլիոն դրամ մաքուր աշխատավարձ, որը ստանում է բանտում գտնվող սեփականատիրոջից, անսահմանափակ իշխանություն ու մարդկանց ճակատագրերը տնօրինելու հնարավորություն։ Նա այժմ հեծի ժամանակավոր կառավարիչն է, բայց ըստ ամենայնի արդեն մտածում է, որ կարող է հեծ գլխավոր տնօրեն աշխատելու, հիմնավորվել այստեղ։
Այս եւ այլ մանրամասներին տեղեկանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։